Միջազգային քաղաքականության պատմությունը ցույց է տալիս, որ որոշ պահեր կարող են ճակատագրական դառնալ, երբ երկու հզոր կողմեր կանգնած են ռազմավարական ընտրության առաջ։ Ներկայիս իրավիճակը ԱՄՆ և Իրանի միջև հենց այդպիսի պահերից մեկն է։ Ժնևում Օմանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների երկրորդ փուլը կենտրոնացած է Թեհրանի միջուկային ծրագրի և Մերձավոր Արևելքում ռազմական լարվածության վրա։ Վերջին շաբաթների ընթացքում Իրանը զգալի թվով ռազմական տեխնիկա և զորք է կուտակել տարածաշրջանում, ինչը ցույց է տալիս, որ Թեհրանը պատրաստ է ցանկացած զարգացումների համար։ Միաժամանակ ԱՄՆ-ն իր բազաներում ու ուժերում ունի լայնամասշտաբ ռազմական ներկայություն, ապահովելու համար տարածաշրջանում անվտանգությունը և կանխելու միջուկային սպառնալիքը։ Այս իրավիճակում կարևոր է հասկանալ, թե ինչպես է ձևավորվում դիվանագիտական և ռազմական հավասարակշռությունը, ինչ քայլեր են արվում բանակցություններում և ինչ դեր ունեն միջազգային այլ դերակատարները։ Հաշվի առնելով նախորդ փուլերի փորձերը, կարելի է ասել, որ ներկա բանակցությունները վճռորոշ են ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ անվտանգության համար։ Պետք է նշել նաև, պատահական համատեքստը Իրանի միջուկային ծրագիրը տասնամյակներ է շարունակվել ամերիկյան և եվրոպական ռեգուլյացիաների ներքո, միջամտություններով և պատժամիջոցներով։ Այն երկրները, որոնք այսօր վերահսկում են տարածաշրջանի ուժային բալանսը, նկատել են, որ Իրանը միշտ փնտրել է իր իրավունքները միջազգային հանրության առջև պաշտպանելու ձևեր, մինչդեռ ԱՄՆ-ը խիստ վերահսկում է ցանկացած ռազմական տեխնոլոգիայի զարգացում։ Ժնևի այս բանակցությունների ֆոնին լարվածությունը աճում է, ուժեղացնելով տարածաշրջանային անհանգստությունը, ինչպես նաև անդրադառնալով էներգետիկ, ռազմավարական և տնտեսական շահերի վրա։ Ներկայիս փուլը քննադատների և փորձագետների համար կարևոր է, քանի որ այն ցույց է տալիս, թե որքանով կարող է դիվանագիտական մոտեցումը կանխել ռազմական դիմակայությունը։ Այս տեսանյութը կանդրադառնա ոչ միայն պաշտոնական հայտարարություններին, այլ նաև վերլուծելու է բաց աղբյուրների, փորձագիտական գնահատականների և պատահական տվյալների հիման վրա, տրամադրելով ամբողջական պատկերացում ԱՄՆ-Իրան լարվածության մասին։ Ժնևի բանակցությունները Օմանի միջնորդությամբ կենտրոնացած են 3 գլխավոր հարցերի շուրջ։ Առաջինը՝ Իրանի ուրանի հարստացման աստիճանը, երկրորդը՝ ինչ անել արդեն հարստացված ուրանի հետ, երրորդը՝ միջուկային ծրագրի թափանցիկությունը ապահովող մեխանիզմներ։ Աբբաս Արաղչին, Իրանի արտգործնախարարը, հանդիպան մեկնելուց առաջ ընդգծել է, որ Իրանը պատրաստ է արդար լուծում գտնել, սակայն չի հրաժարվելու միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման իր իրավունքներից։ Այս մոտեցումը ցույց է տալիս, թե որքան զգայուն է Թեհրանի դիրքը, որը պետք է միաժամանակ համապատասխանի իր անվտանգության պահանջներին և միջազգային ճնշումներին։ ԻՌՆԱ-ի և այլ իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ առաջարկները նաև փորձ են ստուգելու ԱՄՆ-ի լրջությունը։ Եթե ԱՄՆ-ն մերժի դրանք, դա կհաստատի Թեհրանի կասկածները բանակցություններում լուծում գտնելու անհնարինության մասին։ Ամերիկյան կողմը նախագահ փոխնախագահների մակարդակով պնդում է, որ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք, ընդ որում ԱՄՆ պետքարտուղար ընդգծել է, որ միջուկային ծրագրին զուգահեռ Իրանը զարգացնում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որոնք սպառնում են տարածաշրջանում ամերիկյան բազաներին։ Արևմտյան փորձագետների կարծիքով այս փուլում բանակցությունների արդյունքը կարող է վճռորոշ լինել, թեև դիվանագիտական լուծման հնարավորություն կա, ռազմական գործողությունների հավանականությունը պահպանվում է, պայմանավորված ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերով, Իրանի դիրքով և տարածաշրջանային անվտանգության հավասարակշռությամբ։ ԱՄՆ-ն կարևոր է համարում, որ Իրանը չունենա միջուկային զենք, և հետևաբար իր դիվանագիտական, ռազմական և ներքին քաղաքական քայլերը կառուցված են. առաջինը՝ դիվանագիտական ճնշում բանակցությունների միջոցով լուծում գտնել, երկրորդը՝ ռազմական ներկայություն համոզելու, որ Իրանը անարդար գործողություններ չի ձեռնարկի, երրորդը՝ ներքին քաղաքական հաշիվներ հանրապետականների և դեմոկրատների դիրքերի ազդեցությամբ։ Մասնավորապես, ԱՄՆ-ի ռազմավարությունը կարևորում է միջմայրցամաքային հրթիռների հնարավոր սպառնալիքը, ինչը կարող է հասնել ԱՄՆ տարածքին։ Սա բարձրացնում է ռազմավարական ռիսկերը և ստիպում է բանակցել խիստ զգուշությամբ։ Իրանի շուրջ լարվածությունը ներգրավում է նաև այլ միջազգային դերակատարների։ Իսրայելը մշտապես վերահսկում է Իրանի միջուկային ծրագիրը, եթե սպառնալիքը հասնի որոշակի մակարդակի։ Ռուսաստանը ապահովում է քաղաքական աջակցություն Թեհրանին և հետաքրքրված է էներգետիկ նախագծերում։ Չինաստանը կենտրոնացած է Իրանի հետ տնտեսական կապերի ընդլայնման վրա։ Մերձավոր Արևելքի այլ երկրներ, պաշտպանելով իրենց շահերը, սկսել են դուրս բերել դիվանագիտական անձնակազմերի մի մասը։ Այս դերակատարների յուրաքանչյուր քայլ ազդում է բանակցությունների արդյունքների վրա։ Իրանի և ԱՄՆ-ի լարվածությունը ազդում է Հարավային Կովկասի երկրների վրա, բարձրացնելով ռազմավարական ռիսկերը, ազդելով էներգետիկ և առևտրային ուղիների վրա և ստիպելով տարածաշրջանի երկրներին վերանել իրենց քաղաքական և ռազմական հաշվարկները։ Այսօր Իրանի և ԱՄՆ-ի միջև ստեղծված լարվածությունը ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ ազդեցություն ունի
եւ դրա զարգացումները կարող են որոշիչ լինել ամբողջ մերձավոր արևելքի համար։ Ժնևում անցկացվող բանակցությունների երկրորդ փուլը ցույց է տալիս, թե որքան բարդ եւ բազմաշերտ է այս հակամարտությունը։ Ամեն օր ԱՄՆ-ն ու Իրանը գնահատում են հակառակ կողմի հնարավոր քայլերը, հաշվարկում են ռիսկերը եւ պատրաստվում գործողությունների, որոնք կարող են ազդել ոչ միայն իրենց, այլև ամբողջ տարածաշրջանի երկրների վրա։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված լարվածությունը արտացոլում է երկարատև պատմություն, երբ Թեհրանը մշտապես ձգտել է պաշտպանել իր անվտանգային եւ տեխնոլոգիական իրավունքները, իսկ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները փորձում են վերահսկել այդ գործընթացները, կանխել սպառնալիքները եւ ամրապնդել իրենց ազդեցությունը տարածաշրջանում։ Վերջին հայտարարությունները, Աբբաս Արաղչիի եւ ԱՄՆ-ի պաշտոնյաների ելույթները ցույց են տալիս, որ կողմերը դեռ պահպանում են դիվանագիտական երկխոսության հնարավորությունը։ Իրանի առաջարկները Օմանի միջոցով փոխանցված փորձ են ստուգելու, թե արդյոք Միացյալ Նահանգները լուրջ է պատրաստ լուծում գտնելու բանակցությունների ճանապարհով։ ԱՄՆ-ն իր հերթին ընդգծում է, որ միջուկային զենքի վտանգը չի կարող ենթարկվել բանակցությունների կամ հաշտեցման։ Միջուկային հարցերի շուրջ համաձայնության բացակայությունը կարող է ունենալ բազմաթիվ հետևանքներ։ Այն կարող է աճեցնել ռազմական սպառնալիքը, խթանել տարածաշրջանային երկրների զինամթերքի կուտակում, ուժային հավասարակշռության փոփոխություն, ինչպես նաև միջազգային հանրության նկատմամբ ճնշումների ու պատժամիջոցների ուժեղացում։ ԱՄՆ-ի ռազմավարական հաշվարկները ընդգրկում են ոչ միայն Իրանի միջուկային ծրագրի եւ բալիստիկ հրթիռների սպառնալիքը, այլ նաև տարածաշրջանում ամերիկյան շահերի պաշտպանությունը, դիվանագիտական դիրքերի ամրապնդումը եւ ներքին քաղաքական խաղերը։ Նույնիսկ եթե դիվանագիտական լուծումը աջողվի, կողմերը չեն կարող զերծ մնալ ռազմական հնարավորությունից։ Սահմանափակ հարվածները, հարձակումների սպառնալիքները կամ ռազմական տեխնիկայի կուտակումները շարունակում են մնալ ռազմավարական գործիքներ, բանակցությունների ազդեցությունը պահպանելու համար։ Միջազգային դերակատարները, մասնավորապես Իսրայելը, Ռուսաստանը եւ Չինաստանը եւս ունեն իրենց հետաքրքրությունները եւ տարբեր մոտեցումները։ Այս իրավիճակը ազդում է նաեւ Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արևելքի երկրների վրա։ Ռազմական լարվածության աճը կարող է բարձրացնել ռիսկերը, ազդել էներգետիկ գծերի եւ առևտրային ուղիների վրա։ Այս ամբողջ գործընթացը ցույց է տալիս, որ միջազգային քաղաքականությունը մշտապես բարդ է եւ բազմաշերտ։ Որոշումներն ու գործողությունները երբեմն չեն արտացոլում միայն մի երկրի կամ մեկ առաջնորդի մտադրությունները, այլ միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի դինամիկան։ Այս առումով Ժնևի բանակցությունները վճռական փուլ են եւ կարող են որոշել Մերձավոր Արևելքում խաղաղության եւ անվտանգության ապագան։ Վերջին շաբաթների լարվածությունը հստակ ցույց է տալիս, որ երկու կողմերի միջև կոնֆլիկտը կարող է արագ դառնալ ճակատագրական, եթե դիվանագիտական լուծում չգտնվի։ Սակայն հուսադրող է այն, որ կողմերը դեռ պահպանում են բանակցությունների հնարավորությունը, ինչը նշանակում է, որ ամեն ինչ դեռ չի կորցվել եւ որ դիվանագիտական մոտեցումը կարող է կանխել լայնամասշտաբ ռազմական գործողությունները։ Այս տեսանյութը ցույց է տալիս, թե որքան կարևոր է հետևել միջազգային քաղաքականության զարգացումներին, հասկանալ ուժային հավասարակշռությունը եւ գնահատել, թե ինչպես կարող են փոքր քայլերը կամ հայտարարությունները ազդել համաշխարհային անվտանգության վրա։ Տեսանյութի վերջում ուզում ենք եւս մեկ անգամ ընդգծել. եթե դուք ցանկանում եք մնալ միջազգային քաղաքականության եւ տարածաշրջանային զարգացումների մասին ամենաթարմ ու խորքային վերլուծությունների հետ բաժանորդագրվեք ալիքին, ակտիվացրեք ծանոթությունները եւ դիտեք մեր մյուս վերլուծական տեսանյութերը։